Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնու Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ ԵՄ թե ԵԱՏՄ Պուտինը պաշտոնական Երևանին արագ կողմնորոշվելու նոտա է հղել։ Ստվերային քարոզչություն, ինչպես են քաղաքացիական պայմանագրի թեզերը տարածվում սոցցանցերում։ Ընդդիմադիր ուժերը կարող են օգուտ քաղել, միջազգային մատրիցան ընթերցողի սեղանին է։ Ինչ վիճակում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, Թեհրանը առաջին անգամ մանրամասներ է հայտնել։ Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին, կան զոհեր, այդ թվում երեխաներ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը պաշտոնական Երևանին արագ կողմնորոշվելու նոտա է հղել։ Հաղթանակի օրվա ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ պաշտոնական Երևանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի Եվրամիություն թե ԵԱՏՄ, եւ այդ դեպքում իրատեսական կլինի ինտելիգենտ բաժանման ճանապարհը, հայտարարել է Պուտինը։ Դա իհարկե մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրեին ԵՄ թե ԵԱՏՄ։ Դա կարելի է անել օրինակ հանրաքվեով, եւ կախված արդյունքներից մենք էլ մեզ համար եզրահանգումներ կանեինք, քանի որ ԵԱՏՄ անդամության շրջանակում Հայաստանը շոշափելի առավելություններ է ստանում։ Պուտինը նաև առաջարկել է Հայաստանի ԵՄ-ի վերաբերյալ ծրագրերի հարցը քննարկել ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի հետ առևտուրը չնայած նվազել է, այդուամենայնիվ կազմում է զգալի $7 միլիարդ եւ Հայաստանը մեծ առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը պատասխանել է նաև Փաշինյանի հաղթանակի օրվա շքերթին ներկա չլինելու մասին հարցին։ Հայտարարել է, որ Մոսկվան չի նեղանում նրանցից, ովքեր մայիսի 9-ի շքերթին չեն մասնակցել, այդ թվում Հայաստանից։ Պաշտոնական հրավերներ ընդհանրապես չեն եղել։ Մեր ընկերներից մի քանիսը շքերթին ներկա չեն եղել, ես խնդիր չեմ տեսնում, բայց որոշ օտարերկրյա առաջնորդներ որոշում էին կայացրել Մոսկվա գալ հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված շքերթին, նախապես չիմանալով վիճակի լիցքաթափման մասին։ Իսկ Փաշինյանը Սյունիքում էր, չի մասնակցել ոչ միայն Մոսկվայի շքերթին, այլև չի այցելել Եռաբլուր ու հաղթանակի զբոսայգի։ Փոխարենը աչքի է ընկել աղմկահարույց հայտարարություններով։ Փաշինյանը հայտարարել է, թե օկուպացված տարածքները երբեք մերը չեն եղել, իսկ պաշտոնական ուղերձներում գերակշռում են խաղաղության եւ թակարդից դուրս գալու մասին ձևակերպումները։ Ինչպես է փոխվել պաշտոնական Երևանի խոսույթն ու ինչ օրակարգ է ընտրել իշխանությունը, ռեպորտաժում։ Մեկ տարածքներ չեն կորցրել, որովհետև այն տարածքները, որոնք մեր իրականության մեջ փորձարվել եւ ինքներս մեզ հավատացրել են, որ դրանք մեր տարածքներն են, մեզ են պատկանում, այդ տարածքները մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև այդ տարածքները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության եւ սեփականության իրավունքը թուլանա։ Նման ձևով Նիկոլ Փաշինյանը հաղթանակի օրվա նախօրեին շնորհավորեց մայիսյան եռատոնն, ապա կառավարության անդամների հետ արձակուրդ վերցրեց քարոզարշավը շարունակելու նպատակով։ Հաղթանակի օրվա ֆեյսբուքյան ուղերձում Փաշինյանը հիշեց միայն 1945 թվականը։ 2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգությունից զերծ միջավայրում։ Հաստատված խաղաղությունը կարևորագույն ձեռքբերում անվանելով Փաշինյանը խաղաղության նկատմամբ պատշաճ խնամք տանել հորդորեց։ Ոչ Փաշինյանը, ոչ կառավարության որևէ անդամ այսօր Եռաբլուր չայցելեցին։ Վաղ առավոտից զինվորական պանթեոնում էին տարբեր քաղաքական ուժեր։ Առաջինը Հայաստան դաշինքը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը անդրադառնալով Փաշինյանի Սյունիքի հայտարարություններին մի դրվագ հիշեցրեց նրա 2018-ի մայիսի 9-ի Արցախյան ելույթից։ Ասաց հետևյալը. «Սիրելի արցախցիներ, Թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի սպառնում Արցախի ինքնորոշմանը, այլ նաև հեռանկարներ է բացում Արցախի ճակատագիրը հայկական որոշելու, Արցախի ինքնորոշումը դե յուրե իրականացնելու համար»։ Իդեպ դա վարչապետի կարգավիճակում նրա առաջին պաշտոնական այցն էր, ինչի համար բավական հպարտ էր Փաշինյանը։
Իսկ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը կարևոր ուղերձով էր գնացել։ Շատ կարևոր ենք համարում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նա ոչինչ չարեց կամ նաև իր գործողություններով նպաստեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, պատերազմի ընթացքում ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու։ 2018-ի հայտարարություններից 8 տարի անց նույն մայիսի 9-ին փոխվել է Փաշինյանի խոսույթը։ Փաշինյանի թիմը վերլուծել եւ Արցախյան շարժման արդյունավետությունն է գնահատել։ Մենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ դարձնենք Ղարաբաղի շարժումը, որովհետեւ նախորդող շրջանի վերլուծությունը մեզ ցույց է տվել, որ նախորդող շրջանի Ղարաբաղյան շարժման հետ կապված գործոնները օգտագործվել են մեր պետության առաջընթացը ցույց տալու համար։ Ապա ավելացրեց, մեր պետությունն անկախությունից ի վեր թակարդում է եղել եւ որ միայն ներկա իշխանությունը կարողացավ Հայաստանը հանել թակարդից։ Միթե Փաշինյանի կողմից խաղաղությունը եւ այսպես կոչված թակարդից Հայաստանը դուրս բերելը պարտության ու նվաստացման գնով չի եղել։ Արցախցիների համընդհանուր կարծիքը բարձրաձայնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Իհարկե նվաստացած է։ Եթե մենք չունենք մեր հայրենիքի մի մասը, եթե զավթված է, օկուպացված է Հայաստանի տարածքի մի մասը, ոնց կարելի ասել, որ դա արժանապատիվ խաղաղություն է, երբ որ Ադրբեջանի բանտերում ունենք գերիներ, ունենք հարյուրավոր անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչև հիմա պարզ չի։ Շահրամանյանը պնդում է Արցախը դեմ չէ խաղաղությանը, բայց հարց է թե ինչ որակի խաղաղության պայմաններում ենք ապրելու, ինչ գնով եւ ինչի հաշվին։ Արցախցին ամենից լավ գիտի խաղաղության գինը։ Մինչև 2023 թվականը ցանկացած 10 տարեկան երեխա 3 լայնածավալ պատերազմ է տեսել։ Ոնց կարելի ասել, որ մենք այնտեղ ձեզ պահել ենք, դուք դեռ լավ ապրել եք, դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախ այցելել է 2018, 19, 20 թվականներին, իսկ 44 օրյայից հետո մայիսի 9-ի հաղթանակի եւ ազատագրման գաղափարը փորձում են նսեմացնել ու մոռացության մատնել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սակայն խոսույթի փոփոխությունը միակ բանը չէ, որն անում է գործող իշխանությունը։ Խորհրդարանի ընտրության ընթരാճ գովազդային ագրեսիվ արշավ է սկսվել սոցիալական հարթակներում։ Հետքը գրել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեզերը տարածվում են Facebook, Instagram, YouTube, Telegram, WhatsApp եւ այլ հարթակներում։ Հրապարակումները տեղադրող եւ գովազդող էջերը շատ դեպքերում նույնականացնել հնարավոր չէ։ Այսինքն չեն կարող ասել, թե ովքեր են կառավարողները եւ գովազդների համար վճարողները։ Այս վիճակներից խուսափելու եւ թափանցիկ քարոզարշավի համար Մետայի կանոնակարգը պահանջում է, որ ընտրությանը կամ քաղաքականությանը վերաբերող ցանկացած գովազդ ունենա համապատասխան մակնշում։ Սա թույլ է տալիս տեսնել, թե ով է ֆինանսավորում քարոզչությունը եւ ինչ գումար է ծախսվում, բայց քարոզարշավի մասնակցող կեղծ էջերը կամ չեն գործածում այդ մակնշումը, կամ կեղծ տվյալներ են ներկայացնում։ Օրինակ, որ վճարողը սրտացավ Հայաստանն է, բայց այդպիսի անունով իրավաբանական անձ գոյություն չունի։ Իսկ ինչ կոնտենտ է տարածում իշխող ուժը եւ ինչպես են ձևավորվում հանրային տրամադրությունները թվային տիրույթում, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Ուզում ես նոր պատերազմ, զոհեր ու անկախության կորուստ, թե ուզում ես խաղաղ ու զարգացած Հայաստան։ Ահա այս գովազդը կարող է շատ անսպասելի եւ ոչ պատշաճ պահի հայտնվել YouTube-ի ձեր էջում, հնարավոր պատերազմի սպառնալիքների տեղատարափով։ Այս գովազդը ակտիվորեն տարածվում է նաև գիծ քարոզչությամբ զբաղվող էջերով, օրինակ հաղթելու ենքով։ Չմոռանանք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը չվերընտրվի, ապա կլինի պատերազմ։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Էջում տարածվում են նաև արհեստական բանականությամբ ստեղծված ծաղրական գրառումներ եւ տեսահոլովակներ։ Էջն ունի 45000 հետևորդ։ Գործում ենք շանտաժի հետ, որը չի ուղեկցվում որևէ լուրջ փաստարկով եւ անկասկած միտված է քաղաքական ընդդիմախոսներին կամ քաղաքական ընդդիմությանը թիրախավորելուն եւ այդ քարոզչական նենգափոխմամբ որպես պատերազմահեն
ներկայացնելու։ Ըստ վերլուծաբանի, իշխանության իրականացրած այսպիսի տեղեկատվական արշավը վկայում է, որ ԿՊ-ն ունի լուրջ մտահոգություններ ընտրության արդյունքի վերաբերյալ եւ հասարակությանը ներկայացնելու փաստարկների պակաս։ Որքան մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունը, այդքան ակտիվանում են իշխանական կեղծ օգտահաշիվները, ապատեղեկությունն ու մանիպուլյացիան։ Թիրախում մրցակիցներն են, նպատակը սևացնելը։ Շատ տարածված տեխնոլոգիա է, երբ որ կեղծ օգտահաշիվներով դիմացինի դեմ հակակառուցություն են իրականացնում, մասնավորապես ռուսամետ 3 ընդդիմադիր ուժերի դեմ քարոզչանության քարոզարշավ են իրականացնում եւ քարոզչանությունները այն բավանդակությունն են զարգացնում, որ այդ 3 ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմ սկսի եւ այլն։ Դեռևս մայիսի 2-ին անհայտ ծագումով սրտացավ Հայաստանն է հրապարակում արել, որ իբր Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե պետք է ամեն գնով օգնենք մեր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նույն հրապարակումը տեսնում ենք նաև հերթական անհայտ ծագման զարմանալի աշխարհանունով էջում։ Պաշտոնական մակարդակով են տարածվում այդ կեղծ տեղեկությունները ընդդիմության մասին, ասում է Հակոբ Բադալյանը։ Ես ինչու եմ շեշտում պաշտոնական մակարդակը, որովհետև հասկանալի է բոլոր կողմերն էլ ունեն այսպես համակիրների շրջանակներ, ունեն ոչ ֆորմալ խողովակներ, քարոզչական տարբեր հնարքներ կիրառելու համար։ Սա քաղաքականության մասն է եւ սա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում անխուսափելի մասն է։ Սրտացավ Հայաստան էջում տեղ է գտել արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկար, որում Սամվել Կարապետյանն է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը սեղմելիս։ Իսկ զարմանալի աշխարհը ողողված է նաև զարմանալի գրառումներով, որոնցում ակնհայտորեն տարվում է ԿՊ-ի քարոզը եւ ցեղ շպրտվում մրցակիցների վրա։ Իդեպ այս էջն ունի ավելի քան 36000 հետևորդ։ Այս էջին շատ նման, սակայն հետևորդների շատ ավելի մեծ բանակ ունեցող մեկ այլ աղբյուր է News Armenian, որն աչքի ընկնում, տեսեք թե ինչ է կատարվում նախաբաններով։ Հաջորդն էլ հայկական տիրույթ կոչվող էջն է, որտեղ վարչապետի թեկնածուներին, նրանց կուսակիցներին եւ ընդդիմադիր գործիչներին վերաբերող սրպարտիչ գրառումներ են։ Այս էջն ունի 46000 հետևորդ։ Քաղտեխնոլոգի դիտարկմամբ ընդդիմադիր ուժերը տեղեկատվական արշավի հարցում թույլ են աշխատում, մինչդեռ սև PR-ը շարունակում է աշխատել իրենց դեմ։ Կա սև PR, որը նորմալ է։ Որը նորմալ է։ Ինչ կարող ենք ընդհանուր ամփոփել մեկ բառով։ Քարոզարշավի մասնակից ուժերի քարոզանտրաշավային ուրեմն գնահատականը 3 է այդ հիմնականին, որովհետև 3 կամ 3-ից անհետ, որտեղ ոչ մեկ էլ իր պոտենցիալով ուժերի ամբողջ պոտենցիալով չի աշխատում։ Փորձագետների դիտարկմամբ քաղաքացիական պայմանագիրը բացի հանրային հեռուստաընկերությունից եւ պետական բոլոր քարոզչամիջոցներից գործածում է նաեւ ստվերային միջոցներ։ Այսինքն իշխող ուժն անհանգստանում է, որ ընտրությունն իր օգտին չի ավարտվելու եւ օգտագործում է օգտահաշիվների, մեդիա մանիպուլյացիայի միջոցով հասարակությանն ուղղորդելու հնարքը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Երբ արտաքին քաղաքականությունը դադարում են ուսումնասիրել միայն դիվանագետները եւ դառնում է հասարակության անվտանգության ապագայի եւ պետականության հարց, առաջանում է նաեւ բարդ իրականությունը հասկանալու պահանջ։ Այդ պահանջից են ծնվում փորձը, վերլուծությունն ու քաղաքական հիշողությունը մեկտեղող գրքերը։ Միջազգային մատրիցան հենց այդ փորձն է, ոչ միայն բացատրելու, թե ինչ աշխարհաքաղաքական միջավայրում է Հայաստանը, այլև հասկանալու ինչ սխալներ են արդեն արվել եւ ինչ հնարավորություններ դեռ կան կորցրածը վերագտնելու համար։ Կարեն Բեքարյանի 2021 թվականից մեկնարկած հայացք մատենաշարի տրամաբանական վերջին գիրքը միջազգային մատրիցան դրվեց ընթերցողի սեղանին։ Գիրքն ուղղված է Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվածներին, մասնավորապես քաղաքագետներին, վերլուծաբաններին ու պետական աշխատողներին, թվարկում է Բեքարյանը։ Հայաստանի Հանրապետությունում նորմալ իշխանության պարագայում ինչ քայլերի գործողությունների ռազմավարություն եւ մարտավարություն պետք է ընդունվի, ինչ հերթականությամբ շատ կոնկրետացրած։ Հիմա մեր համար կարևոր է նաեւ սա բերել հասցնել այս հանգրվանին, հաշվի առնելով այս մեր նախընտրական շրջանը մեծ հույսով, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում նորմալ իշխանություն վերջ-վերջո կձևավորվի եւ դա դառնա նաեւ նրանց համար օժանդակող օգնող մի բան եւ շատ ուրախ կլինենք, որ դառնա։ Գրքի կարևոր ջրբաժանը ըստ պատգամավոր Գեղամ Մանուկյանի Հայաստանի արտաքին քաղաքականությունն է մինչև 2018 թվականը եւ դրանից հետոն։ Տարիների ընթացքում
պատվիրակություններում ընդգրկված են եղել իշխանություն, ընդդիմություն, որոնք իրար փոր են թափել պայմանական ասեմ Հայաստանի ազգային ժողովում, բայց ընդհանրապես գլոբալ անկյունակարային հարցերում արտաքին ճակատում գրեթե ամբողջությամբ միասնական վիճակով են հանդես եկել։ 20 թվականից հետո իրականում արտաքին ճակատի վրա ասեմ ամենամեծ ավերներից մեկը գիտեք, դա ամենամեծ ահավորությունն է, որ 5 հայով նստած է, ունակ ԻԱՀԿ խորհրդարանական վեաժողում։ Գալստյան Լիլիթը պայմանական խոսում է Արցախայցյան վերադարձի իրավունքի մասին, այն 4-ը ասում են, էսի մեր հետ կապ չունի։ Խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելով Արմեն Աշոտյանն ասաց, որ նախկինում ընդդիմությանը միացնող բացառիկ ձևաչափ էր։ Չեմ հիշի գեծ մեկ ընդդիմադիրի ում հետ մենք որպես իշխանություն ժամանակին միասին կռիվ չենք տվել խորհրդարանական ցանկացած ձևաչափերում, կիսելով իրականում միևնույն օրակարգը։ Ավելին ասեմ, խոստովանեմ սա, նաև նման այցերից կամ նստաշրջաններից առաջ մշտապես դերաբաշխում են կարել։ Այսինքն մենք հավաքվել ենք պատվիրակությունով եւ արել ենք դերաբաշխում։ Ու այն ընդդիմությունը, որին ներքին քաղաքական հարցով ոչինչ խնդրել, ասել, ուշել, պահանջել չէր կարող, այդ ընդդիմությունը շատ կոնստրուկտիվ էր եւ մեզանից ոչ պակաս հայրենասեր, երբ որ խոսքը ասում էր նման տեսակի նախապատրաստական աշխատանքներին, լինի Արցախյան հիմնախնդիր, քարորիա պատերազմ, ցեղասպանության ճանաչում, բլոկադա եւ այլն։ Հեղինակ Կարեն Բեքարյանը գիրքը նվիրում է Բագրատ arczepiskopos Գալստանյանին, Երևանում եւ Բաքվում պահվող գերիներին, պատանդներին, քաղբանտարկյալներին, նրանց, ովքեր պայքարել եւ պայքարում են հանուն հոգեվոր, անվտանգ, արժանապատիվ Հայաստանի եւ Արցախի ներկայի ու ապագայի համար։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով նախընտրական այս շրջանում գիրքը կարող է ուղղորդող եւ կարեւոր նշանակություն ունենալ ընդդիմադիր ուժերի համար, որպեսզի իրականությունը կարողանան պարզ ու հասկանալի փաստերով ներկայացնել հասարակությանը։ Այդտեղ բարձրացված խնդիրները եւ առաջարկվող լուծումները կարող են ընդդիմադիր ուժերի համար լինել եւ գաղափարական եւ նարատիվային որոշ ուղղորդող կամ օժանդակող նյութեր, որոնք կարող են օգտագործվել փաստերով խոսելու եւ ներկայացնելու այն ամենը, այն ավերը, ինչ տեղի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին մի քանի տարվա ընթացքում։ Միջազգային մատրիցագիրքը զրույց է վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ։ Գրքում անդրադառնում են արտաքին քաղաքականությանն անուղղակի եւ ուղղակի առնչվող բազմակողմ ձևաչափերին։ Այն բաղկացած է 4 գլխից։ Գլուխներից յուրաքանչյուրն ավարտվում է տեսլականով, որից օգտվելու մասին էին հուշում զրուցակիցներս։ Անիա Բաղյան, Սվետլանա Պետրոսյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ այսօր Ադրբեջանից Հայաստան կարտահանեն դիզելային վառելիքի 16 վագոն։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցելու են նաև 6 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ։ Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Սաքսակիա քաղաքի բնակելի շենքի և անօդաչուներով ճանապարհի վրա գտնվող մեքենաներին։ Ըստ Ալ-Ախբարի շենքում բնակվում էին տեղահանված 3 ընտանիք, զոհվել է 9 մարդ, այդ թվում 3 երեխա, ևս 15 քաղաքացիական անձ ծանր վնասվածքներ է ստացել։ Նախօրեին էլ իսրայելական ուժերը տեղի բնակչությանը տարհանման կոչ անելուց հետո հարձակվել են շիա աշխարհազորային Հեզբոլլահի մի քանի հարավային քաղաքների մոտ գտնվող դիրքերի վրա։ Թեհրանում առաջին անգամ պատմել են Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին, հայտարարել են, որ առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, նա արդեն ապաքինվել է ստացած վնասվածքներից, մեջքի վնասվածքը լավացել է, իսկ ծունկը շուտով կվերականգնվի։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Խոսեյնին հայտարարել է նաև, որ թշնամական ուժերը փորձում են Մոջթաբա Խամենեիի մասին տեղեկություններ ստանալ մահափորձ կազմակերպելու նպատակով։
Հունգարիայի խորհրդարանը երկրի վարչապետ է ընտրել ՏԻՍԱ կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին։ Նա ընտրվել է 140 կողմ, 54 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Արդյունքների հրապարակումից հետո Մադյարը երդում է տվել Հունգարիայի դրոշի ներքո։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, այս պահին առաջարկում եմ դիտել միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ հարցազրույցը, իսկ մենք կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը։ Hello everyone, I am Բարի օր բոլորին, ես Արսեն Գասպարյանն եմ, բարի գալուս ABC Media-ի հատուկ թողարկում։ Այս պահին Հայաստանում ամենակրնարկվող թեմաներից մեկը հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների միջև հակամարտությունն է։ Մեր հյուրն է Amsterdam & Partners իրավաբանական ընկերության հիմնադիր, համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, որն ունի միջազգային մեծ հնչեղություն ստացած գործերի վարման տասնամյակների փորձ։ Պարոն Ամստերդամը մեծ ուշադրությամբ հետևում է եկեղեցու և իշխանությունների միջև այս հակամարտությանը։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, Ռոբերտ, հաճելի է ձեզ այստեղ տեսնել։ Ինձ համար միշտ պատիվ է լինել Հայաստանում։ Դուք Հայաստանում ստեղծված իրավիճակը նկարագրել եք որպես հարձակում քրիստոնեության դեմ։ Մինչ առաջին հարցից անցնելը կցանկանայի Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի զեկույցից որոշ փաստեր ներկայացնել։ Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Եմենում, Լիբիայում, Սուդանում, Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների մակարդակն ամենաբարձրն է։ Այս երկրները համարվում են քրիստոնյաների համար ամենավտանգավոր վայրերը։ Արձանագրվել են հարկադիր աշխատանքային ճամբարներում ազատազրկումների, խոշտանգումների և մահապատիժների դեպքեր։ Չեմ ցանկանա, որ Հայաստանը ապագայում հայտնվի այս երկրների շարքում։ Զեկույցում նաև նշվում է, որ ավելի քանի 380 միլիոն քրիստոնյա ենթարկվում է բարձր մակարդակի հետապնդումների և խտրականության։ Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։ Ամբողջ աշխարհում քրիստոնյաների աջակցությամբ զբաղվող Open Doors հասարակական կազմակերպության գնահատականներով աշխարհում հավատքի պատճառով սպանվող քրիստոնյաների թիվը տարեկան գերազանցում է 5000-ը, այսինքն օրական շուրջ 13 մարդ։ 24 թվականին և 25 թվականներին մոտ 8000 քրիստոնեական եկեղեցի և սեփականություն ենթարկվել է հարձակումների։ Այսպիսով շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ իհարկե կհամաձայնեն ձեր ստեղծած իրավիճակը որպես քրիստոնեության դեմ հարձակում որակմանը։ Կցանկանամ նշեք, թե Հայաստանի իշխանությունների կոնկրետ որ գործողություններն են խախտում կրոնական ազատության միջազգային չափանիշները։ Well, look, let's be very blunt. In no country that you've mentioned, Եկեք խոսենք ուղիղ։ Ձեր նշած երկրներից ոչ մեկում որևէ քաղաքական առաջնորդ չի խոսել իր երկրի քրիստոնեական առաջնորդի մասին այնպիսի արհամարանքով, ինչպես Փաշինյանը կաթողիկոսի մասին։ Նրա լեզուն ավելի շատ նման է փողոցային բառապաշարի, քան քաղաքական խոսույթի։ Նրա միջամտությունը պատարակներին պատարակի կարգը փոխելու մասին առաջարկությունները կաթողիկոսին փոխելու համար հատուկ խորհուրդ ստեղծելու նրա գաղափարը գրեթե աննախադեպ են։ Սա կամ նարցիսիզմի դրսևորում է, կամ համոզմունք, որ նա պետք է բավարարի ադրբեջանական որոշակի պահանջներ։ Սա արտացոլում է հավասարակշռությունից լիովին դուրս իրավիճակ, ներկայացնում է սարսափելի ռիսկ և ըստ էության նշանակում է, որ Հայաստանը գտնվում է իրավիճակում, երբ իշխանությունները խախտում են մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածները, որոնք վերաբերում են կրոնի և միավորման ազատությանը։ Նմանատիպ բազմաթիվ գործեր կան մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, սակայն այն, ինչ անում է Փաշինյանը, գրեթե առանձնահատուկ դեպք է։ Եկեղեցու վերաբերյալ նրա բառապաշարը ծայրահեղ անհարգալից է։ Նրա վարքը եկեղեցիներ ներխուժելն առանց պատշաճ համակարգման, որը նույնիսկ հանգեցրեց ֆիզիկական առողջության հետ լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդ տղայի հետապնդմանը։ Կաթողիկոսի որոշումները բեկանելու վերաբերյալ դատարաններին տրվող հրահանգները գրեթե աննախադեպ են, հատկապես մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի անդամ երկրներում։ Այսպիսով Հայաստանն արդեն իսկ հատել է մի շարք կարմիր գծեր։
So Armenia has crossed a number of red lines already. Okay, since you mentioned European Convention on Human Rights and other Քանի որ դուք հիշատակեցիք մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ այլ եվրոպական կառույցներ, ինչպիսին է մարդու իրավունքների եվրոպական դատարանը, եկեք կարճ անդրադառնանք Հայաստանի հարևան երկրին հիասքանչ եւ գեղեցիկ Վրաստանին։ Եվրոպական միությունը, Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, անդամ պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան եւ այլն, մշտապես աջակցել են Վրաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչը նախկին նախագահ Սաակաշվիլիի գլխավոր նպատակն էր։ Մի քանի դատավճիռներից հետո Սաակաշվիլին այժմ դատապարտված է երկարատև ազատազրկման։ Նայեք նրա նկարին, նա չափազանց նիհարել է, կարծես մահամերձ լինի։ Միսն ու ոսկորներն են մնացել եւ բառացիորեն հյուծվում է, սակայն ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը եւ ոչ էլ Լոնդոնը նրա առողջական վիճակի վերաբերյալ հանդես չեն եկել որևէ զեկույցով կամ բարձր մակարդակի հայտարարություններով։ Թվում է օգտագործեցին եւ մոռացան իրենց գործընկերոջը։ Այս պայմաններում ինչպես կարող են հայ առաքելական եկեղեցին եւ նրա հետևորդները հույսը դնել այս եվրոպական եւ արևմտյան կառույցների վրա։ Rely on these European and Western institutions. Look, let's be very clear. I don't think you can. Եկեք լինենք անկեղծ, չեմ կարծում, որ կարող են։ Բազմիցս համոզվել ենք, որ Հայաստանը պետք է ապավինի ինքն իրեն։ Այդ պատճառով է այդքան կարևոր ընտրություններին մասնակցելը։ Երբ խորհրդարանական ուժն իր ծրագրում հայտարարում է, որ պատրաստվում է քանդել եկեղեցու կառուցվածքը, շատ կարևոր է, որ ձեր պարտքը համարեք մասնակցել ընտրություններին եւ ձեր ձայնը հնչեցնել։ 1700-ամյա եկեղեցին ոչնչացնելու մասին քաղաքական ուժի հայտարարությունները որևէ կերպ ընդունելի չեն միջազգային իրավունքի տեսանկյունից։ Հիմա Փաշինյանն իհարկե կասի, մենք այն չենք քանդում, մենք այն վերակառուցում ենք։ Եվ այն, որ ավելի քան 40 պետության ղեկավարներ այստեղ էին եւ նրանցից ոչ ոք չբարձրաձայնեց այդ հարցը, չափազանց ամոթալի է։ Ես ամբողջ կարիերայիս ընթացքում պաշտպանել եմ քրիստոնյաներին։ Վերջին 3 տարիներին զբաղված եմ եղել Ուկրաինայում Զելենսկիի վարչակարգի սարսափելի ճնշումներից ուկրաինական ուղղափառ եկեղեցու պաշտպանությամբ։ Զելենսկին ցանկանում է վերահսկել եկեղեցին, քանի որ ցանկանում է վերահսկել երկրում ամեն ինչ։ Բարեբախտաբար վերջին 1 ամսվա ընթացքում այնտեղի իշխանությունները կարծես փոխել են իրենց դիրքորոշումը եւ այժմ ընդունում են, որ պնդումը, թե Ուկրաինայի եկեղեցին Ռուսաստանի կողմից էր վերահսկվում, պարզապես հորինվածք էր, եւ որ եկեղեցին իրականում ուկրաինական է։ Նաեւ փաստ է, որ առաջնագծում կռվող զինվորների մեծ մասն այդ եկեղեցու անդամներ են։ Այսպիսով Ուկրաինայում հենց եկեղեցին է, որ պաշտպանել է ինքն իրեն, ինչպես նաեւ Ուկրաինայի ժողովուրդը։ Նույնը պետք է անի նաեւ Հայաստանի ժողովուրդը։ And the people of Ukraine, and I am saying to the people of Armenia that they have to do the same thing. That's a very important message you shared that the Շատ կարևոր ուղերձ հնչեցրեցիք, այն որ հայ առաքելական եկեղեցին եւ նրա հետևորդները պետք է ապավինեն միայն իրենց։ Listen, in all of the cases I am participating in globally, I always tell people that these Բոլոր միջազգային գործերի շրջանակում, որոնց ես ներգրավված եմ, միշտ ասում եմ, որ այս միջազգային կառույցները շատ հաճախ ծառայում են խոշոր պետությունների շահերին, ոչ թե փոքրերի։ Տպավորիչ է, որ այստեղ ներկա էր 40 երկրի առաջնորդ։ Եվ ինչ է հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Իլհամ Ալիևի ելույթը, որով նա առանց որևէ մեկնաբանության 19 քրիստոնյաներին անվանեց ռազմական հանցագործներ։ Եվս մեկ շատ կարևոր փաստ։ Եվրոպական միության միակ պարտավորությունը, որն այժմ նաև պայմանագրային բնույթ ունի, Հայաստանին օրենքի գերակայության ապահովման հարցում աջակցելն է։ Իսկ արդյոք նրանք դա արել են։ Ոչ։ Նրանք իրավաբանորեն պարտավոր են դա անել։ Փաշինյանի իշխանությունը գործում է որպես թույլ ավտորիտար ռեժիմ։ Նա բանտարկել է անդիմադիր առաջնորդներին, հարձակվել է եկեղեցու դեմ։ Անգամ եղել է ժամանակ, երբ երկրում գործող եպիսկոպոսների մոտ 1/4-ը գտնվում էր բանտում, իսկ Եվրոպական միությունը լուռ է, ամոթալի կերպով լուռ։ And the European Union has stayed silent, shamefully silent. Sure, and given the Armenian Apostolic Հաշվի առնելով, որ հայ առաքելական եկեղեցին ունի յուրահատուկ սահմանադրական կարգավիճակ, խնդրել եմ մեր գործընկերներին ցուցադրել այս առանձնահատուկ կարգավիճակի եւ արտոնությունների վերաբերյալ Հայաստանի սահմանադրության 18-րդ հոդվածը։ Ինչպես է տարբերակում կրոնի նկատմամբ հետապնդումը քաղաքական ուժային կենտրոնների միջև Look, I think in this situation it is important
to be Կարծում եմ այս իրավիճակում կարևոր է առաջնորդվել առկա փաստերով, իսկ փաստերը ցույց են տալիս, որ եկեղեցին երկրի քաղաքական համակարգի մաս չէ, ինչպես կաթոլիկ եկեղեցում Հռոմի Պապ Լևոն 14-րդը եկեղեցին իրավունք ունի խոսելու ամենալայն հանրային հարցերի մասին, օրինակ պատերազմը եւ խաղաղությունը։ Կաթողիկոսը եւ եկեղեցու այլ ներկայացուցիչներ արտահայտել են իրենց կարծիքը պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ, սակայն նրանք չեն փորձել ազդեցություն գործադրել կառավարության ներսում։ Նույնը պետք է անի նաեւ պետությունը։ Չլսված բան է, որ Փաշինյանը ցանկանում է փոխել պատարագի անցկացման կարգը։ Սա լիովին դուրս է նրա լիազորությունների շրջանակից։ I mean, these are things completely outside his realm. Right, in other countries there are also Այլ երկրներում կառավարությունների եւ կրոնական հաստատությունների միջև նույնպես կան խառը կամ տեղայնացված հակամարտություններ։ Հայաստանի դեպք ինչով է տարբերվում մյուսներից։ Look, as I said, I think the Armenian situation is different. Number one, Ինչպես արդեն ասացի, կարծում եմ, որ Հայաստանի դեպքը տարբեր է։ Նախ Հայաստանի բնակչության շուրջ 93%-ը եկեղեցու անդամ է։ Սա աննախադեպ բան է ամբողջ աշխարհում։ Երկրորդ, հայ առաքելական եկեղեցին 1700 տարի եղել է քրիստոնեության բնօրրանը։ Եկեղեցին եղել է հայ ժողովրդի կերտման եւ ձևավորման առանցքային հենքը։ Խորհրդային շրջանում եկեղեցին էր այն կառույցը, որը շարունակ փորձում էին կործանել։ Կասեմ հետեւյալը. այն բազմաթիվ գործիքներից, որոնք Փաշինյանը փորձում է կիրառել, այդ թվում եկեղեցու ներսում պառակտում մտցնելը, ուղղակիորեն վերցված են խորհրդային մտածողությունից եւ գործելակերպից։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, պետք է նշեմ, որ ես խորապես ուսումնասիրել եմ խորհրդային քաղաքական հաղորդակցության մեխանիզմները։ Բրեժնևի օրոք եղել եմ Ռուսաստանում եւ նախկինում տեսել եմ այս ամենը։ 1975 թվականին եղել եմ Կիևի լավրաներում, վանական համալիրներում։ Այնինչ հիմա անում է Փաշինյանը եկեղեցին քանդելու համար, ես տեսել եմ նախկինում։ Pashinyan is doing to destroy the church is something I haven't seen before. Right, because religious freedom isn't just about allowing worship. It's about ensuring the state Ճիշտ է, որովհետև կրոնական ազատությունը պարզապես պաշտամունքի թույլտվություն չի նշանակում։ Այն պետք է հետևի, որ պետություն օրենքը որպես զենք չօգտագործի կրոնական հաստատությունների դեմ։ Այժմ խոսենք բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին։ Սակայն մինչ այդ նշենք, որ Հայաստանում կա մի կարևոր օրենք, այն ընդունվել է 1991 թվականին։ Հայաստանի շատ քաղաքացիներ չգիտեն, որ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 18-րդ հոդվածում հստակ նշված է, որ պետությունը պետք է երաշխավորի կրոնական կազմակերպությունների անդամների իրավունքը մասնակցելու երկրի քաղաքացիական եւ քաղաքական կյանքին, մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։ Խոսեցիք բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին։ Իշխանությունները պնդում են, որ ցանկացած նման ձերբակալություն հիմնված է կոնկրետ իրավական մեղադրանքների վրա, այլ ոչ թե կրոնական պատկանելության։ Հիշենք դեպքերը մեկ առ մեկ։ Բագրատ arczepiskopos Գալստանյան, Տավուշի թեմի առաջնորդ, արդեն 11 ամիս գտնվում է կալանքի տակ։ Նրա 18 աջակիցները նույնպես կալանքի տակ են։ Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել arczepiskopos Աջապահյան, կալանավորվել է անցյալ տարվա հունիսին, հետագայում դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա առողջական վիճակը չի համապատասխանում կալանքի պայմաններին։ Ներկայումս կալանքը փոխարինվել է տնային կալանքով եւ երկրից բացակայելու արգելքով։ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյան կալանավորվել է 25 թվականի դեկտեմբերին, մի քանի ամիս պահվել է կալանքի տակ, այժմ գտնվում է վարչական վերահսկողության տակ։ Մկրտիչ arczepiskopos Պրոշյան Արագածոտնի թեմի առաջնորդ, ձերբակալվել եւ կալանավորվել է 25 թվականի դեկտեմբերին, ներկայումս կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այսպիսով, ինչու է կարծում, որ այս դեպքերը կրոնական հետապնդման օրինակ են, այլ ոչ թե ինչպես իշխանություններն են պնդում օրինական իրավապահ գործողություններ։ Religious persecution rather than legitimate law enforcement, as authorities claim? Firstly, under Article 5, Նախ 5-րդ հոդվածի համաձայն ազատազրկումը պետք է կիրառվի որպես վերջին եւ ծայրահեղ միջոց։ Ոստի միայն այդ երկարատև կալանքը բավարար է արձանագրելու, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանի մարդու իրավունքները խախտվել են։
Պետք է դիտարկել երկու հանգամանք։ Նախ նրանցից շատերը կալանավորվել են անօրինական կերպով, ինչը Հայաստանում որոշակիորեն սովորական երևույթ է։ Երկրորդ, այս անձանց բարձրակարգ պաշտպաններ են ներկայացնում եւ իմ կողմից անհարգալից կլիներ անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրի գործին, քանի որ չէի ցանկանա որևէ կերպ ոչ ճիշտ ներկայացնել այն պաշտոնական դիրքորոշումները, որոնք իմ համոզմամբ լիովին հիմնավոր են, եւ իմ գնահատմամբ այս անձանցից ոչ մեկը չպետք է գտնվեր կալանքի տակ, սակայն հարգելով թե դատական համակարգը, թե իմ գործընկերներին, չեմ ցանկանում քննարկել որևէ այլ գործ, բացի մեր գործից, որտեղ իհարկե ես պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանին։ Our case where of course I'm privileged to represent Samuel Karapetyan. Այո, իմ հարցը վերաբերում էր փաստերին, որոնք վկայում են համակարգված թիրախավորման մասին։ When you see this type of number and you see Այս վիճակագրությունը Փաշինյանի վարքագիծը եկեղեցու նկատմամբ նման հարձակումների, եկեղեցու հասցեին կիրառվող բառապաշարի, պատարագի կարգին միջամտելու եւ կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությունների համատեքստում այս ամենն ինքնին բավական խոսուն է։ Կարիք չկա անդրադառնալ առանձին դեպքերին, որպեսզի ասենք, որ սա համակարգային հետապնդում է։ have to deal with the individual cases to say this is a systemic persecution. So the government's rhetoric Կառավարության ռետորաբանությունն ու գործողություններն ավելի ու ավելի ակնհայտորեն թիրախավորում են անձամբ կաթողիկոսին։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պարզապես անհատ չէ։ Իմ ընկալմամբ նա կենտրոնական հոգևոր հեղինակություն է։ Հայաստանն աշխարհիկ պետություն է եւ պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն կրոնական առաջնորդության նկատմամբ։ Իսկ երբ է կրոնական առաջնորդի հասցեին քաղաքական քննադատությունը վերածվում կրոնական ազատության խախտման։ To be very frank with you, at its beginning. Անկեղծ ասած, հենց սկզբից այստեղ ամեն ինչ հստակ է, քանի դեռ կաթողիկոսը կատարում է իր պարտականությունները, իսկ բոլորս գիտենք, որ նա դրանք կատարում է։ Ցանկացած միջամտություն պետք է դադարեցվի։ Նրան արգելել է մասնակցել Ավստրիայում անցկացվող միջազգային կոնկլավին, Վրաստանում իր մտերիմ ընկերոջ ուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից զրկելը կառավարության կողմից իրականացվող դաժան քայլեր են, որոնք ընդհանրապես չպետք է տեղ ունենան եկեղեցի-պետություն հարաբերություններում։ No basis in church-state relations. Very good, and let's get to my last question. So I would like to talk about Շատ լավ, հանցնենք իմ վերջին հարցին։ Կցանկանայի խոսենք հեղափոխական քաղաքականության օրինաչափությունների մասին, որովհետև ինչպես գիտեք, եթե դիտարկենք տարբեր հեղափոխություններ, 18-րդ դարի Ֆրանսիան օրինակ կամ 20-րդ դարի մի շարք հեղափոխություններ, 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում, Կուբայի հեղափոխությունը, Չինաստանի հեղափոխությունը կտեսնենք, որ հեղափոխական շարժումները սովորաբար ճնշում են կրոնական կազմակերպություններին, քանի որ նրանց ընկալում են որպես մրցակիցներ, թե իրենց հեղափոխական միասնության, թե սեփական իշխանության համար։ Միացյալ Նահանգներում հեղափոխական քաղաքականության օրինաչափությունների վերաբերյալ հսկայական գրականություն կա։ Սակայն այն մարդիկ, որոնք ծանոթ չեն այդ ամենին, բնականաբար զարմանում եւ ցնցվում են տեղի ունեցածից։ Կցանկանայի անդրադառնանք Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական ծրագրին։ Այնտեղ կա երկու կետ։ Դրանցից մեկում հստակ նշվում է հայ առաքելական եկեղեցու փաստացի ղեկավարի հերացման մասին։ Դա նշված է իշխող կուսակցության նախընտրական ծրագրում։ Եթե ճիշտ եմ հիշում, խոսքը պաշտոնաթող լինելու մասին է։ Երկրորդ կետը վերաբերում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունմանը, որը պետք է սահմանի ֆինանսական թափանցիկություն եւ հոգեվորականության վարքականոնի որոշ մեխանիզմներ։ Որն է այս ամենի վերաբերյալ ձեր գնահատականը։ some mechanism for financial transparency and good conduct of the clergy. What's your assessment of this? This is completely contrary to law. The churches are Սա լիովին հակասում է օրենքին։ Եկեղեցիներն ինքնակառավարվող կառույցներ են։ Եկեղեցական գործերին նման միջամտությունն անկեղծ ասած շատ նման է նրան, ինչ տեսել եմ Ուկրաինայում, որտեղ ավտորիտար առաջնորդը պարզապես ցանկանում է վերահսկել բոլորի կարծիքները։ Ուկրաինայում իրադարձությունների տրամաբանությունն այն էր, թե իբր գոյություն ունի ռուսական ազդեցություն։ Մինչդեռ բոլորը գիտեին, որ նման ազդեցություն չկա։ Պարզապես Զելենսկին ցանկանում է վերահսկողություն հաստատել։ Այդ նա էր ցանկանում միջամտել։ Այս դեպքում պարոն Փաշինյանը խոսում է ինչ-որ հոգևորական օլիգարխիկ խմբի մասին, ինչը նրա մտքում ստեղծված հորինվածք է։ Նա ցանկանում է խաթարել 1700-ամյա առաքելական ավանդույթը, ամբողջությամբ հրաժարվել եկեղեցական վարդապետությունից եւ ստեղծել նոր մեխանիզմ, որի միջոցով ինքը փաստացի դեր կունենա հաջորդ կաթողիկոսի
Պողոսի ընտրության հարցում։ Չգիտեմ, արդյոք նա հասկանում է, թե ինչ է նշանակում առաքելական բառը, որովհետև ակնհայտ է, որ որևէ առաքելական եկեղեցի չի կարող շարունակել գոյությունը քաղաքական նման մակարդակի միջամտության պայմաններում։ Եվ անկեղծ եկեղեցու վերաբերյալ գիտելիքների նման պակասը բնորոշ է նաև Զելենսկիի շրջապատին, որոնք կարծես պատկերացում չունեն կրոնական դոգմաների մասին։ Who seem to have no idea about religious dogma himself. Thank you very much, Robert. Շնորհակալ եմ, Ռոբերտ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Իսկապես հետաքրքիր դիտարկումներ էին։ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ պահպանել է ազգի լեզուն, հայբուբենը, մշակույթը, երաժշտությունը, գրականությունը եւ ինքնությունն այն պայմաններում, երբ հայերը պետականություն չեն ունեցել։ Առանց եկեղեցու հայ ժողովուրդը գուցե չկարողանար գոյատևել։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հայերը պետք է որոշեն, ինչ ապագա են ցանկանում իրենց երկրի համար եւ ինչ վերաբերմունք ունեն այն քրիստոնեական ժառանգության նկատմամբ, որը դարերով պահպանել է իրենց։ ABC Media հատուկ թողարկման անունից շնորհակալություն բոլորիդ, որ մեզ հետ էիք։ Thank you for being with us.